Վերադարձանք տաղավար։ Անակնկալ մեր հեռուստադիտողներին առավոտից սպասում էինք այս հատվածը երբ է գալու, որ ձեզ էլ արդեն պատմենք։ Այսօր անակնկալ հյուրեր ենք ունեցել մեր տաղավարում, առավոտյան խոսում էինք, որ մեր պատվիրակ Ալբերտը եւ մեր պատվիրակությունը կարծես չեմպիոններ լինեն։ Դեկտեմբերի 13-ին մանկական Եվրատեսիլի բեմում էին փայլում Թբիլիսիում, իսկ դեկտեմբերի 14-ին արդեն մայրաքաղաքի սրտում մասնակցում էին մեր գլխավոր տոնածառի լույսերի վարման արարողությանը։ Այսօր դեկտեմբերի 15-ին նրանք մեր տաղավարում են բարի լույս։ Մեր տաղավարում են մանկական Եվրատեսիլի 2025-ի պատվիրակ մեր Ալբերտ Արմենակյան, ողջույն։ Եվ պատվիրակության ղեկավար մեր շատ սիրելի գործընկեր Դավիթ Ծերունյանը, բարի լույս։ Բարի լույս, ես արդեն հասցրել էի շատ կարոտել ձեզ այս ընթացքում եւ գործընկերներից ողջունում եմ բոլորիդ։ Դե պատմեք, ինչպիսի զգացողություններ, ինչ եղավ, ոնց եղավ։ Ամեն ինչ պատմեք, ուզում ենք ամեն ինչ իմանալ։ Այս մեկ շաբաթվա ընթացքում ես իսկապես տարբեր էմոցիաներ եմ ստացել եւ այս օրերը ինձ համար իսկապես անմոռանալի էին։ Այս մեկ շաբաթը լի էր փորձերով, նկարահանումներով, ելույթներով, տարբեր հանդիպումներով եւ շփվել եմ տարբեր մասնակիցների հետ, ընկերացել եմ եւ շատ վստահ եմ, որ մեր կապը կպահպանենք ապագայում։ Եվ իսկապես այս փորձառությունը ինձ համար ամեն ինչ արժե։ Դավիթ, հիմա դու պատմիր արդեն որպես պատվիրակության ղեկավար այդ փորձերը ինչ ծանրաբեռնվածությամբ էր, որովհետև չնայած մենք հետևում էինք այն բոլոր հոլովակներին, որով նաև առաջին ալիքներ իր էջում կիսվում, տարածվում, բայց ամեն դեպքում այնտեղ վստահ ենք այդ էմոցիաները շատ ավելին էին։ Իրականում մենք երեք էինք խոսում պատվիրակության բոլոր անդամների հետ միասին, որ հոկտեմբեր ամիսներ, հոկտեմբերը նոր էր սկսում, երբ մենք Ալբերտին հայտնեցինք այն որոշման մասին, որ նա է Հայաստանը մանկական Եվրատեսիլում ներկայացնելու եւ այս 2.5 ամիսը շատ արագ անցան։ Մենք չհասցրեցինք իսկապես դու կփաստես, չէ՞, որ չհասցրեցինք հասկանալ ինչպես անցան այդ բոլոր փորձերը, նկարահանումները, անգամ հասեցինք արդեն գնալ մրցույթը տեղի ունեցավ, 3 հասցրեցինք, չգիտես ինչպես շատ արագ նաեւ հայտնվել Հանրապետության հրապարակում, բայց յուրաքանչյուր տարի ես ասում եմ, որ այդ ամիսներ շարունակ աշխատանքը կարծես հենց այդ 3 րոպեվա համար է եւ այդ 3 րոպեն ամբողջ թե իհարկե մեր ազգը ժողովուրդը, բայց նաեւ ամբողջ աշխարհը Եվրոպան դիտում են քեզ եւ դու ունես ընդամենը 3 րոպե ժամանակ, որպեսզի քո ասելիքը, քո էմոցիաները, քո երկի միջոցով արդեն փոխանցես բոլորին ու ես պատվիրակության անդամները շատ լավ գիտեն, որ ես հաճախ խոսքեր չեմ շռայլում եւ հաճախ չեմ այսպես ասում, իհարկե մեր բոլոր երեխաներն են ֆանտաստիկ եւ մենք ֆանտաստիկ արդյունքներ ենք գրանցել մանկական Եվրատեսիլում, բայց ես պիտի ասեմ, որ Ալբերտը առանձնահատուկ կերպար է եւ Ալբերտի այստեղ նաեւ ծնողներին պիտի նշեմ հարթից օգտվելով, որովհետեւ յուրաքանչյուր անգամ ասել եմ, որ նման ծնողներ, նման երեխա մենք թերևս շատ հազվադեպ ենք ունենում, շատ հազվադեպ ենք հանդիպում եւ ես կարծում եմ, որ անգամ սրա մասին խոսելը գուցեև անիմաստ է, որովհետեւ դա կարծում եմ այնքան ակնհայտ է, երբ տեսնում ես Ալբերտին, շփվում ես նրա հետ, երբ բեմում ես տեսնում Ալբերտին ու գուցե հեշտ թվա իհարկե որոշ մարդկանց, բայց անգամ մեծերի դեպքում, երբ մեծերի Եվրատեսիլին ենք պատրաստում, դուք պատկերացնում եք, որ բարձրանում ես բեմ, մոտ 200 միլիոն մարդ քեզ դիտում է այդ պահին, թե որքան մեծ է պատասխանատվությունը մի ամբողջ երկիր ներկայացնել։ Ես հաճախ ասում եմ, որ մեր փոքրիկները շատ ավելի պրոֆեսիոնալ են, քան մեծ արտիստները բոլոր այլ երկրների, որովհետև այն պատասխանատվությունը, որը դրված է թե թիմի, թե արտիստի ուսերին, բարձրանալ բեմ մանկական Եվրատեսիլի դեպքում դա մոտ 30 միլիոն հեռուստադիտող է, որը դիտում է քեզ այդ պահին, եւ Ալբերտի նման փայլուն ելույթ ունենալ, կարծում եմ յուրաքանչյուր մարդ չէ, որ կարող է այդ պատասխանատվությունը կրել պատվով։ Շնորհակալ եմ։ Իսկապես մենք բոլորս կարծում եմ մեր հեռուստադիտողներն էլ բոլոր այն հայրերակիցները, որոնք չէին կարողացել գալ եւ միանգամից դահլիճում երկրպագել Ալբերտին ամբողջ աշխարհում ուղիղ եթերի շնորհիվ հետևում էին ու տեսան թե առանց որևէ մեկ վարքյան լարվելու, դողալու, մեկ ավել միմիկայի կանգնած կարողացավ մինչև վերջ պատմել իր պատմությունը, քաջ սրտով տղայի պատմությունը եւ ամբողջ աշխարհին ապացուցել, որ կարելի է երազել ու անսահման կարելի է երազել։ Ելույթը երբ ավարտվեց, ինչ էր զգում Ալբերտ, երբ վերջացավ այս հեքիաթը։ Ես իսկապես հասկացա, որ այս ամեն ինչը շատ արագ անցավ եւ այս ամիսների տանջանքը պարզապես 3 րոպեի համար էր եւ հանդիսատեսից ստացել եմ այդ էներգիան, այդ էմոցիաները, ինչի ինձ համար աննկարագրելի է եւ հենց ավարտեցի իմ ելույթը, բոլորը գոռում էին, ծափ էին տալիս եւ շատ էի ուրախացել։ Հատկապես որ դահլիճում Հայաստանի դրոշը հենց շատ էր։
Ես այսօր հաղորդման ժամանակ մենք խոսում էինք ավելի ճիշտ, որ այս երգը ես չունեմ իմ շրջապատում այդ մեկ հոգի, որ չի սիրել։ Անգիր չգիտի։ Կամ անգիր չգիտի, քո երգը դարձել է իմ երեխայի օրորոցային երգը, քո երգի տակ է քնում իմ երեխան, չգիտեմ, բոլորը սիրում են այս երգը։ Նույն զգացողությունները կարծում եմ նաև նույն կարծիքը ոչ միայն Եվ թե տեսահոլովակը, այո, ոչ միայն Հայաստանում էր, նաև դրսում էր։ Ես իհարկե միշտ ասում եմ, որ եվրատեսիլից ակնկալիք ունենալ թերևս ամենասխալ բանն է, որը կարող է լինել, որովհետև եվրատեսիլը թե մեծերինը, թե փոքրերինը իսկապես անկանխատեսելի է։ Դու կարծում ես, որ գիտես ինչ է լինելու, բայց չես հասկանում ինչ է կատարվում։ Եվ մենք միշտ ակնկալում ենք, որ մենք պետք է լավագույնս ներկայանանք եւ մեր արտիստը պետք է լավագույնս ելույթ ունենա եւ կարծես թե այս տարի դա ավելի քան հաջողվել է մեզ։ Ու մեր ակնկալիքներից մեկն էլ հատկապես Ալբերտի դեպքում այն էր, որ կարողանա իր ձայնը լսելի դարձնել նաև եվրոպական լսարանի համար ու բացահայտում լինի։ Վստահ ենք նոր համագործակցությունների պակաս թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս չես ունենա։ Դավիթ, բայց խոսենք նաև այն համագործակցության մասին, որը դարձավ առիթ ու պատճառ, որպեսզի ծնվի այս ստեղծագործությունը, Քաջ սրտի պատմությունը։ Շատ արագ փորձենք գալ սկզբից մինչև վերջին վայրկյանը, որովհետև հեքիաթը նաև գրքի տեսքով լույս տեսավ եւ նվեր դարձավ մյուս պատվիրակությունների մասնակիցներին։ Այո, իսկապես շատ արագ, շատ բարդ կլինի ուղիղ եթերում այդ ամեն ինչը ամփոփելը, որովհետև ասում ենք 2 ամիս, բայց այնքան աշխատանք է կատարվել թիմի շնորհիվ, որ բարդ է այսպես շատ արագ այդ ամենը ամփոփելը։ Ես միայն մի բան կարող եմ ասել, որ տպավորությունները, որոնք ունեին բոլորը այնտեղ, մենք առաջին օրվանից, երբ առաջին փորձը Ալբերտի տեղի ունեցավ, ամբողջ անձնակազմը եւ ռեժիսորը եւ պրոդյուսերները նրանց եւ բոլորը ովքեր կային, այսպես հուզված լացելով, բոլորը ավելի մոտեցել են մեզ եւ ասում են, որ մենք նման երեխա եւ նման երգ մանկական եվրատեսիլում չի եղել երբևէ պատմության մեջ եւ նրանք չեն սխալվում, ես կարող եմ փաստել, որ չի եղել եւ այն ձևը, ինչպես ընդունում են Ալբերտին, իհարկե ֆանտաստիկ էր եւ բոլորից շատ էր ոգևորում։ Ես երևի արդից նաեւ օգտվելով քանի որ ժամանակը շատ չէ, պետք է թիմին շատ մեծ շնորհակալություն հայտնեմ, անհսկայական թիմը, որը աշխատել է, սկսած ամենասկզբից, երբ ծնվեց երգը, Լիլիթ Նավասարդյանը գրեց երաժշտությունը եւ երգը Անիտա Հախվերդյանը գրեց խոսքերը, այդտեղից արդեն ծնվեց պատմությունը, տեսահոլովակի գիրքը, այնուհետեւ Արմանը Բերբերյան, որը իր թիմի հետ միասին մեզ օգնեց այդ հրաշք տեսահոլովակը իրականություն դարձնել, Սարուհին Բաբայան, որը ֆանտաստիկ բացահայտում էր պարզապես ինձ համար այս ընթացքում եւ ֆանտաստիկ մանկավարժ է, եկեք գիտենք ֆանտաստիկ երգչի է, բայց նաեւ հրաշալի մանկավարժ եւ հրաշալի ընկեր է, Արտուրը Մանուկյան բեմադրության ռեժիսորը Արմենը Գալյան, որը հագուստի հեղինակներ մեր պատվիրակության անդամները Լուսինեն Թորոսյան, մեր մամուլի ղեկավարը Ռաֆայելը Մանուկյան, որը մեր կոնտենտի պատասխանատուն էր, ծնողները իհարկե անպայման եւս մեկ անգամ պիտի նշեմ Ալբերտի հրաշալի ծնողները պարզապես Էման եւ Արամը, մարդիկ, որոնք այս հրաշքը լույս աշխարհ են բերել եւ մեզ հնարավորություն են տվել, որպեսզի այս ամենը մենք նաեւ ամբողջ աշխարհին ցույց տանք։ Բայց շնորհակալությունների շարքը թույլ տուր շարունակեմ նաեւ քեզ Դավիթ, որովհետեւ ներողություն մեր հեռուստադիտողներին ընդամենը 1-2 անգամ առանց քո ներկայության պատմել ենք, որ գաղափարը այս պատմության ծնվել է հենց քո գլխում, ինչի համար շնորհակալ ենք։ Ու այն թիմը իհարկե, որի հետ աշխատել եք, եւ վերջապես քեզ շնորհակալություն Ալբերտ, որ դու կարողացար բոլորիս եւս մեկ անգամ հիշեցնել, նայել արևոտ այդ աստղին ու տալ էներգիա այդ աստղին, որպեսզի այն լույս ճառագի։ Եվ Նարեկին էլ պիտի նշեմ, ես բոլորին ասացի, հիշեցի, որ Նարեկին չհիշեցի։ Մենք ամեն ինչ բերեցինք, որ դու հիշես Նարեկին։ Այո, իմ օգնական եւ ամենակարևոր օղակն է, որը համակարգում էր բոլորիս ամբողջ ընթացքում։ Իրականում պատվիրակությունը շատ փոքր է եղել, շատ մեծ չի եղել այս տարի, բայց այդ փոքր թիմով մենք գնացինք այս մեծ երազանքի հետևից եւ կարծում եմ, որ հաջողվել է, որովհետեւ իհարկե ակնկալիքները մեծ են, ավելորդ անգամ չեմ ուզում շեշտել, որ Ալբերտի տեսահոլովակը ամենադիտվածն էր եւ կարծես թե բոլոր տեղերում ասում են, որ իհարկե Ալբերտը լավագույնն է այս տարվա մասնակիցներից, բայց գիտենք, որ մրցույթը իսկապես անկանխատեսելի է։ Մենք միանշանակ կարող եմ ասել, որ հպարտ ենք մեր արտիստի եւ մասնակցի ելույթով եւ 3 այն գնահատականը, որը ստացանք ամբողջ ժողովրդից հանրապետության հրապարակում, հանրապետության սրտում, կարծում եմ ամենամեծ գնահատականն էր, որը կարող ենք ստանալ։ Այս դեպքում թվերը չէ, որ պետք է պատմենք քո հաղթանակի մասին եւ որպես մեր զրույցի ամփոփում այդ հնարավորությունը այս դեպքում 3-ով տանք քեզ, ինչ կմաղթես մեր հեռուստադիտողներին, քանի որ պատմությունը արդեն պատմել ես, քաջ սրտով կարող ենք իրականացնել երազանքները, իսկ արժևում ամանոր է։ Քանի որ արժևում ամանոր է եւ իմ երգը երազանքների մասին է, ես կցանկանամ մաղթել հեռուստադիտողին թող գալիք տարին լինի լի երազանքներով եւ իրականացմամբ, ամեն ինչ արեք, որպեսզի ձեր երազանքը իրականանա եւ անպայման հավատացեք ձեր երազանքներին։ Ինչպես դու արեցիր։ Հիմա այնպես է տպավորություն, որ Ալբերտը ասում է անպայման այս երազանքը պետք է իրականանա։ Այո։
Այդպես տպավորություն է իմ մոտ։ Շնորհակալ ենք անչափ, Շնորհակալ ենք շատ։ որ կարողացաք գտնել ժամանակ ու հենց այսօր առավոտը սկսել մեզ հետ, երկուշաբթին սկսեք երազելով սիրելիներ, իսկ մենք բաց չենք թողնի հնարավորությունը եւս մեկ անգամ մեր եթերում վայելելու քո երգը։ Գնացինք։